Ամենաբարդ հաղթահարելի լեռներն աշխարհում նաև համարվում են մահաբեր գագաթներ, քանի որ դրանք ծայրահեղ բարձր են եւ անկանխատեսելի իրենց բարդություններով եւ եղանակային պայմաններով։ Սկսենք հեշտերից։ Թվում է, թե աշխարհի ամենաբարձրը 8848 մետր բարձրությամբ Էվերեստը ամենավտանգավորն է, սակայն Էվերեստում մահվան ցուցանիշը կազմում է շուրջ 14%։ Այստեղ հիմնականում զոհ են դառնում երթուղու հանրահայտության պատճառով, լեռնագնացների հոսքի, փորձի պակասի եւ սեփական ուժերի գերագնահատման պատճառով։ Հաջորդը Մակալուն է, սև հսկան, որը վեր է խոյանում 8485 մետրով։ Զառիթափ լանջեր, ձյունահյուսեր, այս ամենը բերում է 13.6% մահացության։ Դրան էլ հաջորդում է Նանգա Պարբեթը, 8126 մետր բարձրությամբ, ունի աշխարհում ամենաբարձր հարավային պատը։ Այստեղ եղանակը փոխվում է ակնթարթորեն, սկսվում են սաստիկ ձնաբքեր։ Այս լեռը կարող է անհաղթահարելի լինել անգամ ամենափորձառու լեռնագնացների համար եւ դառնալ նրանց կյանքի վերջին հանգրվան։ Այդ պատճառով լեռը ստացել է մարդակեր եւ մարդասպան լեռ անունները։ Մահացությունը կազմում է 20%։ Դհաուլագիրի այս հսկայի բարձրությունը 8167 մետր է։ Այն ճերմակ փուրգ է, որի պատերը գրեթե ուղղահայաց են։ Ոչ ոք երբեք չի բարձրացել լեռը նրա հարավային լանջով։ Նույնիսկ լեգենդար լեռնագնաց Ռեյնհոլդ Մեսները, որը առաջինն էր, որ միայնակ եւ առանց թթվածնի բալոնի բարձրացավ Էվերեստ, այստեղ ձախողվեց։ Աշխարհի երկրորդ ամենաբարձր գագաթը կա երկուսը՝ 8611 մետր բարձրությամբ եւ երկրորդը իր դժվարանցանելիությամբ։ Նրա լանջերը հաղթահարելն այնքան բարդ է, որ Էվերեստ բարձրանալը կարելի է համարել զբոսանք։ Մինչև 2021 թվականը այն ձմռանը անանցանելի էր, մահացության թվով երկրորդն է աշխարհում։ Եվ վերջապես ամենամահաբեր գագաթը Անապուրնան է, 8091 մետր բարձրությամբ լեռ, որը հայտնի է իր անկանխատեսելի ձնահյուսերով եւ փոթորիկներով։ Այստեղ մահացությունը հասնում է 30%-ի։ Անապուրնան չի ներում սխալներ։ Նրա լանջերը խիստ ու կտրուկ են, եղանակը դաժան, փոթորիկներն ու ձնահոսքերը անկանխատեսելի։ Բացի այս, լեռը գտնվում է խիստ հեռավոր տարածքում, ինչը գրեթե անհնար է դարձնում օպերատիվ օգնության հասնելը արտակարգ իրավիճակներում։ Էվերեստը, որը 800 մետր բարձր, նվաճվել է ավելի քան 6000 մարդու կողմից, մինչդեռ միայն մի քանի 100 մարդ է երբևէ հասել Անապուրնայի գագաթ։ Այս լեռները միայն բարձրություններ չեն, դրանք կամքի, խիզախության եւ երբեմն էլ կյանքի ու մահվան փորձություններ են։ Եթե լեռնագնացության սիրահար եք, այս լեռներից որը կբարձրանայիք, դուք մտածեք, իսկ մենք կհանդիպենք։